մեկը տրամադրել դատավճիռները կամ առնվազն քաղվածք, որտեղ տեսանելի կլինի պատճառաբանությունը եւ բոլոր այն ապացույցները, որոնց վրա հիմնված են մեղադրական դատավճիռները։ Սա մեզ հույս է ներշնչում, որ այս ժամկետներում Ադրբեջանի իշխանությունները կտրամադրեն թե այնտեղ գտնվող հայ բանտարկյալներին եւ թե դատարանին, որի միջոցով մենք նաեւ կծանոթանանք։ Կարևոր է հենց միջազգային ատյաններին դիմելու տրամաբանությամբ, որտեղ բողոքարկման իրավունքը արդյունավետ է եւ մենք ընթերցում ենք նաեւ դատավճիռները։ Այս պահին նշեմ, որ կան իրավաքաղաքական գործընթացներ, որոնք մասնավոր նախաձեռնությունների շրջանակում են, նախորդ շաբաթվա ապրիլի 24-ին ֆորմալ առումով դիմում է ներկայացվել Միավորված ազգերի կազմակերպության կամայական ազատազրկման հարցերով զբաղվող աշխատանքային խմբին, 7 հայի վերաբերյալ գործը ներկայացված է ՄԱԿ, այստեղ նշեմ, որ համագործակցություն է եղել Արցախ միությունը, ես որպես փաստաբան կարգավիճակով եմ ներգրաված եղել, օտարերկրյա նաև փաստաբաններ են ներգրավել եւ մենք համատեղ ջանքերով ներկայացրել ենք այս դիմումը։ Իհարկե դիմումի ներկայացմանը նախորդիվ որոշակի քայլեր են ձեռնարկվել, ինչպես գիտեք, ազդեցությունները նաև բացառված չեն միջազգային օղակներում եւ առնվազն Ռուբեն Վարդանյանի գործի շրջանակներում բացահայտվել էր, որ ուկրաինացի ծագում ունեցող աշխատանքային խմբի անդամը, ով նաև նախկինում եղել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր նշանակված Ուկրաինայի առնչությամբ, գտնվել է շահերի բախման վիճակում, անմիջական տնտեսական ֆինանսական օգուտներ է ունեցել Սոկարից, ավելին ամուսինը ադրբեջանական ծագմամբ է, ով ակտիվ լոբիստական գործունեություն է իրականացրել եւ այդ խավիարային քաղաքականության շրջանակներում ազդեցություն է թողել նաեւ խորհրդարանական վեհաժողովի գործունեության վրա եւ այս կինը նաեւ աշխատանքային խմբի ղեկավարներ, այսինքն 5 անդամներից մեկն էր նաեւ վարչական դիրքով եւ հասկանալի էր, որ դրական արդյունքի հեռանկար էապես կնվազեր, եթե որոշում կայացնողների կազմում շարունակաբար մնար ինքը, քանի որ այս հարցերը բացահայտվել էին, որի առնչությամբ կան նաեւ 2 զեկույցներ ներկայացված նաեւ Մարդու իրավունքների խորհրդին, գլխավոր հանձնակատարին, մենք քիչ թե շատ ապահով ենք զգացել խնդիրը նշված օղակին ներկայացնելու հարցում, սակայն կա նաև տարբերակում, դիվերսիֆիկացիա եւ գործերի մի մասը մենք պլանավորում ենք ներկայացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, այստեղ ժամկետների խնդիր հիմա չունենք, քանի որ դատավճիռները ստացված չեն, երբ հաստատի ունենանք 4 ամսյա ժամկետում խնդիրը կներկայացնենք։ Մինչև իրավական գործընթացը հրատապ է մնում ազատ արձակումը, իմ գնահատմամբ հիմնական խոչընդոտը կապված է խնդրի քաղաքականացման հետ եւ այստեղ գործարկվում է պատանդային դիվանագիտությունը։ Գերիները պահվում են որպես լծակ, քաղաքական օրակարգային խնդիրների լուծումներ հասունացնելու կամ դրանց կատարումը ապահովելու համար եւ եթե մենք դիտարկենք նախորդ թիվ հայրենադարձման դեպքերը, ապա յուրաքանչյուրի հետևում կարող ենք տեսնել կոնկրետ քաղաքական օգուտներ։ Այսինքն քանի դեռ սպասարկվում են քաղաքական շահեր, այդ հարցը տեղաշարժ կարող է ունենալ։ Այսինքն հարցը կորցրել է իր մարդասիրական բնույթը, իսկ մարդասիրական բնույթի խնդիրները որպես կանոն միջազգային ներգրավվածությամբ ավելի արագ է լուծում եւ քաղաքականացվել է, ուստի առաջընթացը ուղիղ համեմատական է քաղաքական տեղաշարժերի հետ։ Եվ ասում եմ, մենք օրինաչափությունները մեզ համար շատ նկատելի են, օրինակ քարտեզների, ականապատաշտերի քարտեզների վերադարձ, կամ հանցագործների վերադարձ, վարձկանների վերադարձ, COP29-ի քաղաքական աջակցություն, Հունգարիայի հեղինակությամբ բարձրացում, այսինքն յուրաքանչյուր
Այստեղ ևս ինտենսիվ քննարկվում է նախընտրական փուլում հնարավոր ազատ արձակման, չեն կարող ասել, որ դա միակ դոմինանտ գործոն է, բայց այո գործոն է։ Եվ թե բազմա գործոն վերադարձի խնդրում, որ պահին ինչը էական ազդեցություն կթողնի, մենք չգիտենք, օրինակ չենք բացառում, որ սահմանադրական փոփոխությունների համատեքստում ավելի մեծ առաջընթաց լինի, չենք բացառում, որ քաղաքական համաժողովների ֆոնին առաջընթաց լինի, բայց այստեղ մի բան կարող ենք ֆիքսել, այսինքն գործոնները կարող ենք վերլուծել, քննարկել, բայց կարծում եմ իրողություն այն է, որ խնդիրը քաղաքականացված է, բայց նաև նշեմ, ինձ համար խնդիրը նաև ներքաղաքականացված է, բայց իմ մոտեցումը այն է, որ խնդրի քաղաքականացումը բարդացնում է լուծումը, այսինքն որքան մենք խնդիրը պահենք մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերի մոտ, դրանք արագ կլուծվեն, որքան արտաքին կամ ներքին հարթակներով գերքաղաքականացնենք, այնքան զգայուն ենք դարձնում եւ բարդացնում ենք հարցի լուծումը։ Եվ անդրադառնամ վերջին երևի ժամանակներում արդիական դարձած քննարկումներին, հեռախոսազանգերի միջոցով կարծես թե ուղերձներ են փոխանցվում ընտանիքի անդամների միջոցով, մենք այստեղ երկու խնդրանք ենք տեսնում, մեկը հարցեր, որոնք մարդու իրավունքների իրացվածությանն են վերաբերում, օրինակ հասանելիություն դատավճիռներին, տեսակցություններ ընտանիքի անդամների կողմից, Եվ երկրորդը պահանջ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձին։ Այս պահին պահանջը հասցեագրվում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին։ Հիմա, եթե խնդրի առաջին մասը ինձ համար խիստ ընկալելի է եւ կարծում եմ պետք է բարձրաձայնվեն բոլոր այն խախտումները, սահմանափակումները, որոնց առերեսվում են հայ պատանները ադրբեջանական բանտերում, Երկրորդը իր մեջ ունի, կարծում եմ, քաղաքական դար եւ չմոռանանք, որ խնդիրը քննարկվել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ մեկ պայմանի պարագայում, երբ հենց Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորի եւ ցանկություն ունենա հանդիպել հայ բանտարկյալների։ Երբ նախորդող տարիներին բազմաթիվ խնդիրներ բարձրաձայնվել են, այդ հանդիպումները չեն եղել, կամ հանդիպումները եղել են աշխատակիցների մակարդակով, ավելին հանդիպումների մասնակցած հայրենադարձվածները նվաստացուցիչ վերաբերմունքի մասին են պատմում, եւ պատմում են, թե ոնց են այդ հանդիպումները օգտագործվել խոշտանգումներ քողարկելու, իրենց իրավիճակը խեղված ներկայացնելու համար, եւ հիմա մենք տեսնում ենք վարքագծի փոփոխություն, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը ցանկություն ունի, հանդիպում է, քննարկում է եւ հանդես է գալիս առաջարկներով, պրոակտիվ դերով։ Հարցը էմոցիոնալ է եւ կարող են տարբեր ընկալումներ լինել ընտանիքների համար, հասարակության եւ նաեւ մասնագիտական խմբերի։ Մենք կարծում եմ պետք է կարողանանք գլոբալ պատկեր տեսնել եւ հասկանալ Ինչը Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ի այցելությունը տալու Հայաստանի Հանրապետության հայկական կողմի եւ ընտանիքների։ Հիմա Հայաստանի եւ այստեղ նախ ֆիքսենք էլի Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը անկախության չափանիշներին համապատասխանող հաստատությունը առնվազն նման միջազգային գնահատական կա ադրբեջանական ՄԻՊ-ը չի համապատասխանում Փարիզյան սկզբունքներին եւ գործադիրից կախյալ գործունեություն իրականացնող ինստիտուտ է։ Չմոռանանք, որ նաեւ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնում է մի կին, որը քաղաքական էլիտայի մաս է կազմում եւ ունի ընտանեկան, բարեկամական կապեր հենց Ալիևների ընտանիքի հետ։ Հիմա, եթե մենք խոսում ենք ընդհանրապես շրջագայության մասին, Կարծում եմ սա շատ լավ տեղավորվում է խաղաղության ընդհանուր պատկերում։ Եթե մենք խոսում ենք ՄԻՊ, որը մարդու իրավունքի պաշտպանության խնդիր ունի եւ պետք է առնվազն կանխի կամ արձանագրի խախտումը, հանդես գալով իրապես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ,
Այդ դեպքում հարց է առաջանում Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը ինչ գործունեության երաշխիքներ ունի, որպեսզի կարողանա իր մանդատով հանդիպել, ֆիքսել, արձանագրել, բարձրաձայնել խնդիրը Ադրբեջանի իշխանությունների առջև կամ միջազգայինորեն։ ՄԻՊ-ը որևէ նման լիազորություն չունի եւ Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը ՀՀ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների առնչությամբ է գործում։ Եթե ցանկանում ենք երաշխավորված գործունեություն, կարծում եմ դրա ավելի լավ ձևաչափ կա, որը ինչ-ինչ պատճառներով Ադրբեջանը չի մատնանշում, դա խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն է, որի անդամ է նաև Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը, բայց կոմիտեն ունի չափանիշներ, սկզբունքներ, երաշխիքներ եւ եթե նպատակը բարին է, այսինքն ադրբեջանական ՄԻՊ-ը ցանկանում է մեզ միջազգային հանրությանը, իր հասարակությանը ցուցադրել, որ հայ բանտարկյալները պահվում են շատ լավ պայմաններում, նրանց բոլոր իրավունքները ապահովված են, դրա մեկ կարճ վստահելի ճանապարհ կա։ Հրավիրել խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին, այցելել Ադրբեջան, դրա կազմում անմիջական օրեններ արել Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ին եւ հրապարակային խոստում տալ, որ այցելության արդյունքում կազմված ցանկացած զեկույց հրապարակայնացման ենթակա է։ Նախապես թող ադրբեջանական կողմը նման համաձայնություն տա։ 2025 թվականին նույն այս կոմիտեն առանց Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ի այցելել է Ադրբեջան։ Նշեմ, որ եղել է բոլոր այն փակ հաստատություններում, որտեղ պահվում են հայ բանտարկյալները, 2 հայերի հետ հանդիպում է ունեցել։ Զեկույցը 2026 թվականին տրամադրվել է Ադրբեջանի իշխանություններին, առ այսօր Ադրբեջանը չի տալիս իր համաձայնությունը հրապարակայնացման վերաբերյալ։ Ուրեմն կարող ենք կանխատեսել, թե խոշտանգումների առնչությամբ ինչպիսի պատկեր է նկարագրված այդ զեկույցում, որ ամեն գնով պետությունը խուսափում է դրա հրապարակայնացումից։ Դրա համար կարծում եմ հատկապես լրագրողները նաև խնդիրը լուսաբանելիս կարծում եմ պետք է բոլոր հարցերը համակողմանի նայեն ռիսկերի տեսանկյունից եւս եւ չփոխակերպեն պատահականորեն ադրբեջանական ոնց որ քարոզչությունը իրացնող շղթայի, սա եթե մենք գործ ունենք պաշտոնատար անձանց այցելությունների եւ նրանց միջոցով Հայաստանի հայ բանտարկյալների իրավունքների պաշտպանության խնդրի հետ, բայց նշեցի, որ սա զուտ ՄԻՊ-ի այցելության առնչությամբ, ինչ վերաբերում է մյուս իրավունքներին, այստեղ Հայաստանի մարմինները պատասխանատվություն ունեն, որտեղ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների բնույթով նրանք ինքնուրույն չեն կարող իրացնել իրավունք, օրինակ չեն կարող ընդհանրապես տոմս գնելու միջոցով հայտնվել Ադրբեջանում եւ Ադրբեջանի փակ հաստատությունից խնդրել ֆիզիկական հասանելիություն իրենց ընտանիքի անդամներին, այստեղ անհրաժեշտ է վիզաների խնդրի լուծում, որը չի կարող լինել առանց պետական աջակցության եւ իհարկե անվտանգային հարցեր, երաշխիքներ, որը չի կարող նորից լինել առանց միջազգային կամ պետական ներգրավության։ Ուստի այս իրավունքների ապահովման մասով այո կան հասցեատեր հանրային իշխանության մարմիններ Հայաստանի Հանրապետությունում եւ կարծում եմ մեր խնդիրն է, որ ճիշտ հասցեատերերին ներկայացվի եւ նաեւ պահանջվի նրանց ակտիվ մասնակցությունը, որպեսզի ընտանիքները օգտվեն իրենց հասանելիք իրավունքներից։ Ես չչարաշահեմ, կփորձեմ հարցերի միջոցով, եթե այդպիսի կլինի։ Եթե չեմ սխալվում, վերջին ձեր թե նախավերջին ասուլիսում դուք նշել եք, որ Շվեյցարիան մատնանշել է, որ պատրաստ է հյուպատոսական աջակցություն ցուցաբերել մեր պատանդներին եւ գերիներին, սակայն մի պայմանով, դա եւ տեսակցություններն են եւ հյուպատոսական բոլոր ծառայությունները, մի պայմանով, եթե Հայաստանի Հանրապետությունը դիմի իրենց եւ ահա հենց այստեղ է խնդիրը, երբ մենք ասում ենք, որ բացի նրանից, որ մենք ունենք երկու ճակատ, մենք չունենք միայն արտաքին ճակատ, մենք ունենք նաեւ ներքին ճակատ, որտեղ պայքար են մղում մարդիկ արդեն տարիներ շարունակ եւ հենց դրա մասին է, որ ուզում խոսել մեր հաջորդ զեկուցողի հետ, մենք բացի նրանից, որ ունենք այս հարցում երկու ճակատ, նաև ներքին քաղաքականության հարցում ունենք երկու ճակատ։
ինչ խոսել մի պետության, ավելի ճիշտ մի իշխանության մասին, որը հենց երկրի ներսում է խախտում իր պարտավորությունները ստանձնած եւ միջազգային եւ քաղաքացիների առջեւ ստանձնած պարտավորությունները, ուզում եմ անդրադառնամ հենց մեր երկրում տիրող իրավիճակին, ընտրովի արդարադատության, քաղբանտարկյալներին, մարդու իրավունքների խախտումներին, ժողովրդավարությանը, քաղաքական հալածանքների գործիքակազմին, որը շռնդալից կերպով կիրառվում է վերջին տարիներին։ Խոսքը այս պահին փոխանցում եմ արդարների գործով դատապաշտպաններից Տաթև Սողոյանին, ցավոք Հովհաննես Խուդոյանը չկարողացավ այսօր ներկա գտնվել, որովհետև դատական նիստ է, եւ ուզում եմ լսել Տաթևին, պատկերացնում եմ, թե ինչ հիմա մի տրցակ կավելացվի Սիրանուշի խոսքերին, որովհետև մենք տեսնում ենք այստեղ լուրջ խնդիրներ, խնդրում եմ ներկայացնել ընթացքը եւ մի խնդրանք, ձեր զեկույցից անմիջապես հետո մի փոքրիկ դադարենք, ես հետո կասեմ ինչի համար, արդեն գրքեր պետք է փոխանցվեին, մեր հանդիսատեսին ուղղակի նշենք, որ Տաթևին պետք է փոխանցվեին գրքեր մատենաշարից եւ հասորեն արդեն փոխանցել են, շնորհակալություն, համեցեք Տաթև։ Շնորհակալ եմ հրավերի եւ նման հնարավորության համար, իհարկե պատիվ ու պարտավորեցնող